Եվ ուզում եմ մի բան էլ հիշեցնեմ, այս վերջին ակտիվ շրջափուլը այդ արշավի, որ մի քանի ամիս առաջ սկսեց մայիսին, եթե չեմ սխալվում կամ գուցե երբ տեղի ունեցավ, Հայաստանում շատ է հիշատակվում, որ դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Փաշազադեն ինչ-որ հայտարարություններ արեց։ Այո, այդ Փաշազադեի մասնակցության ժամանակագրական զուգահեռ իհարկե կա, բայց եկեղեցու հանդեպ այդ ակտիվ գործողությունների մեկնարկից առաջ, մեկ օր առաջ, Նիկոլ Փաշինյանի հյուրն էր այդ Միացյալ Նահանգներում կրոնական ազատությունների այդ ալյանսի համանախագահը։ Եվ նաև այդ օրերին Հայաստանում էր Միացյալ Նահանգների պետքարտուղարության մարդու իրավունքների հարցերով տեղակալը, որը Հայաստանում հանդիպել էր կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, եւ թե այդ պաշտոնյան, թե այդ կրոնական ազատությունների ալյանսի ղեկավարը Հայաստանում խոսել էին կրոնական ազատությունների, այդ կրոնական կազմակերպությունների ազատությունների եւ այլնի խնդրի մասին։ Խնդիր, որը Հայաստանում կարծես թե գոյություն չունի։ Բացարձակապես որևէ կրոնական կազմակերպություն հանգում եք նրան, որ Նիկոլ Փաշինյանը ստացել է այդ երկու պաշտոնյաների կամ ավելի գլոբալ ԱՄՆ-ի հավանությունը այս հակաեկեղեցական արշավում։ Ես կարծում եմ process-ը ունի այդ հավանությունը, այսինքն Միացյալ Նահանգներում այդ կրոնական շրջանակների, որոնք նաև Թրամփի իշխանության մաս են կազմում, ես կարծում եմ այս process-ը ունի հավանություն։